Ուրեմն սիրելի հայրենակիցներ, եթե Իրանում ռեժիմը պահպանվում է, այսինքն սպանում են գլխավոր հոգևոր առաջնորդին, իրենք հավաքվում են ընտրում են նորին են սպանում, հավաքվում են ընտրում են նորին, գլխավոր շտաբի պետին են սպանում, նույն նշանակում է գլխավոր շտաբի պետ, պայմանախարարին նշանակում է պայմանախարար, հա, եթե այս ձևով շարունակվում է, ու այդ համակարգը այն ձևով ինչ ձևով որ համարությամբ ներդրված է, պահպանվում է, դա նշանակում է, որ արևմուտքը հավաքական, Միացյալ Նահանգները, Իսրայել, նրանք պարտված են, ինչու որովհետև նրանց ամբողջ նպատակը այն է, որ այդ ռեժիմը այդ իր տիպով փոխվի, լրիվ ուրիշ ռեժիմ լինի։ Իսկ ով էր ասում որ պետք է Իրանը ասենց չավերվի։ Ինչ որ մարդիկ էլին որ նստած տունը ֆանտաստիկ կինոներ են նայում, այտենց վերլուծություններ են գրում, որ Իրանը տալու էր ոչնչացնել ավելի ամեն ինչ, չէ, բոլորի համար ակնհայտ էր որ Իրանը այս ճակատագրին էր արժանանալու, եթե այդպեսի բախում լիներ։ Բայց Իրանը իրանք պատրաստվել էին հետ բայց Իրանը պատրաստ է այդ գինը վճարելու, ինձ թվում է։ Մարդը այնտեղ արժեք չի։ Իմ ընկալմամբ սա ինքնիշխանության գին է, սա ուրիշ բանի գին չի, այսինքն ինքնիշխան պետություն լինելու գինն է,